Ցուցանակը հուշում է, թե Ստեփանակերտի կենտրոնական շուկայի որ հատվածն է զբաղեցնելու տոնավաճառը, դրա համար նախատեսված խանութների շարքն արդեն կոսմետիկ վերանորոգման է ենթարկվել, նախապատրաստվել, աշխատանքներն իրականացվում են Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի վերահսկողությամբ։ 10 հատ խանութներում կատարվել են հետևյալ աշխատանքները, բոլոր խանութներում տեղադրվել են վաճառասեղաններ, տեղադրվել են էլեկտրական կշերքներ, անց է կացվել հոսանքի գծեր, լուսավորությունը, տեղադրվել են ցուցանակները ըստ շրջանների եւ յուրաքանչյուր խանութում տեղադրվել է էլեկտրական հոսանքի ծախսի հաշվիչ։ Խանութները ոչ միայն վերանորոգվել, այլև կահավորվել են։ Այդ մասով էլ աշխատանքների հիմնական մասն ավարտված է։ Կահույքի մի մասն արդեն տեղադրվել է, մնացած մասն էլ կտեղադրվի առաջիկա օրերին։ Կահավորումը ներկայությամբ ընթացքի մեջ է, այսինքն կարելի է խանութները օգտագործել, վաճառասեղանները տակդիրներով պատրաստ են, արկղեր եւ պարկեր տեղադրելու համար, մնում է մենակ պատին կախովի դարակներ կախելու հարցը։ Ընթացիկ շաբաթվա մեջ այդ գործը եւս կավարտվի։ Ընդհանուր առմամբ 10 խանութ է վերանորոգվել ու կահավորվել, բաշխումը կատարվել է շրջանների ակտիվությունը հաշվի առնելով, մանրամասնում է Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի ներկայացուցիչը։ Բաշխումը կատարվել է հետևյալ կերպ. Քաշաթաղի շրջանի 3 խանութ, Ասկերանի շրջանի 2 խանութ, Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու եւ Հադրութի շրջանների մեկական խանութներ։ Ըստ ծրագրի տոնավաճառում նաեւ մստի խանութներ են լինելու, դրանց նախապատրաստման եւ կահավորման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։ Պլանավորված է, որպեսզի աշխատացնենք եւս 2 հատ մսի խանութ, աշխատանքները ընթացքի մեջ են, կահավորման, սառնարանային գույքի ձեռքբերման եւ մնացածը ընթացիկ ամսվա ընթացքում մսի խանութները եւս կաշխատեն։ Այս տաղավարներում շրջաններից ժամանած գյուղմթերք արտադրողները կկարողանան իրենց արտադրանքն անմիջապես սպառողին հասցնել առանց միջնորդի։ Կարեն Աթայանը հիշեցնում է, տաղավարների վարձակալության եւ պահպանման ծախսերը պետությունն է հոգալու։ Գյուղացին ոչ մի վճարում չի կատարելու, կշերքի եւ խանութի ծախսը դրանք իրականացնելու է հիմնադրամը։ Տաղավարներից օգտվելու կարգի մանրամասները կհստակեցվեն հնդածս, չի բացառվում, որ շրջաններից յուրաքանչյուրը իր մեխանիզմն ունենա։ Նորայր Հովսեփյան, Աշոտ Գասպարյան, օր